Փաշինյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր տարի գնաճի չափով թոշակները բարձրացնելու որոշում կընդունի։ Ըստ ձեզ, արդյոք սա նախընտրական խոստում է։ Չգիտեմ, չեմ կարող ասեմ, լավ բան արել, որ արել է, բայց չեմ կարող ասեմ նախընտրական խոստում է, թե իրոք ինքը ժողովրդի մասին մտածում է։ Նախընտրական քայլ։ Ես կարծում եմ, ոչ մի կապ չունի նախընտրականի հետ։ Թոշակը տնտեսության զարգացման հիման վրա է բարձրացել։ Գումարած խոստացել են, դրա համար են բարձրացրել։ Ուրեմն դա կարող է կապված լինի ինչ-որ գների հետ։ Ինչքան ուշ են բարձրացրել, այնքան էլ ավելի լավ է մեզ համար, թոշակավորների համար։ Եթե շուտ բարձրացնեին, մի քիչ ավելի վատ կլիներ մեզ համար։ Գները ավելի բարձր կլինեին։ Դե բացի դրանից, ուրեմն անկախիկ առևտրի տեսակետը վերցնենք։ 10,000 դրամ էլ է տեղից ամնում, վատ է դա։ Ես հավատում եմ մեր կառավարությանը բոլոր հարցերում։ Ինքը ամեն ինչ անում է ժողովրդի համար։ Առաջին հերթին առևտրից գոյացած այդ 22%-ները թոշակի գրքույկների վրա եւ պլյուս ամսի 1-ից ապրիլի 1-ից այդ 10,000 դրամները ժողովուրդը սովոր է ուղղակի որ ձեռները մի 10,000 դրամ վերցնի գնա ընտրի իսկ սենց այդ ձևի որ անընդհատ ստանում է չի ուզում չի գնահատում կներեք էլի որ այդպես եմ խոսում մի քիչ մարդ պետք է ուտող ուրացող չլինի այս մի տարվա եկեք հաշվարկենք մի տարվանը չեմ ասում եկեք հաշվենք 6 տարվա 7 տարվա տարբերությունները որ ինչքան են ստանում։ Թող մի քիչ ազնիվ լինենք։ Ես թոշակառու չեմ, ունեմ միջև այդ տարիքը, բայց շատ ուրախ եմ թոշակառուների համար, որ բարձրանում է։ Թե չէ ուրիշները որ լինեին Փաշինյանի տեղը նախընտրական չէր լինի։ Ինչ տարբերություն, ով է լիներ մի ինչ-որ ակցիա աներ, սաղ կասեին նախընտրական։ Հիմա մի ուրիշ լավ բան անի, պոլիկլինիկաները սարքել են անվճար, չէ, թոշակառուների համար։ Ինչքան մարդ կարող է օգտվել։ Դե դա էլ ասեք, նախընտրական է, բա ամեն ինչն էլ ամեն տեղ էլ շահը կա իրանց իհարկե։ Ուրիշ երկրներում տենց չի։ Տրամպը որ մի բան անում է նախընտրական չի անում, Բայդենը, բայց անում են, թող անեն, թող խոսան, թող ասեն անընտրական է, բայց թող մարդիկ օգտվեն։ Այսօր մի բան ասում, վաղ ուրիշ բան ասում, նրա ասելը ոչ մի կապ չունի։ Նախ ինքի երևույթը առաջի հայացքից լավ բան է, բայց նախընտրական, բայց ես մի կարևոր ավելի բան ասեմ, Հայաստանում ընտրություն չի կատարվելու այս տարի, չի լինելու։ Տարածած շրջանային եւ աշխարհաքաղաքական վերադասավորումները բերելու են հասցնեն նրան, որ թե իշխանություններն են նախ յանց կյանքի մասին մտածելու եւ ոչ քաղաքական դաշտում ռեզոնանսը տենց է լինելու։